Գործք առաքելոց 11-րդ գլուխ։ Առաքյալները և Հրեաստանի կողմերում գտնվող եղբայրները լսեցին, որ հեթանոսների մեջ են ընդունել Աստծու խոսքը։ Բայց երբ Պետրոսը Երուսաղեմ եկավ, թլպատությունից դարձի եկած հավատացյալները քննադատում էին նրան և ասում, թե չթլպատված մարդկանց մոտ մտավ և նրանց հետ կերավ։ Եվ Պետրոսը սկսեց հերթով պատմել նրանց ու ասել. Ես Հոպե քաղաքում աղոթում էի և հափշտակության մեջ ընկնելով մի տեսիլք տեսա։ Իջնում էր սփռոցանման մի մեծանոթ, 4 ծայրերից երկնքից կախված, որը հասավ մինչև ինձ մոտ։ Մինչ ակնապիշ նայում էի դրան, տեսա երկրի 4 կոտանիներին, գազաններին, սողուններին և երկնքի թռչուններին։ Եվ լսեցի մի ձայն, որ ինձ ասում էր. «Վեր կաց, Պետրոս, մորթիր և կեր»։ Բայց ես ասացի. «Քավ լիցի, Տեր, որովհետև իմ բերանը երբեք պիղծ և անմաքուր բան չի մտել»։ Երկրորդ անգամ երկնքից ձայն ինձ պատասխանեց. «Ինչ որ Աստված մաքրագործել է, դու այն պիղծ մի համարիր»։ Այս պատահեց 3 անգամ, և ամեն ինչ վերստին երկինք վերացավ։ Եվ ահա այն պահին 3 մարդ, որ Կեսարիայից ինձ մոտ էին ուղարկված, եկան և կանգնեցին այն տան առաջ, որտեղ ես էի գտնվում։ Եվ Հոգին ինձ ասաց, որ գնամ նրանց հետ առանց երկ մտելու։ Ինձ հետ եկան նաև այս 6 եղբայրները, և մենք մտանք այն մարդու տունը։ Նա մեզ պատմեց, թե ինչպես իր տանը տեսել է հրեշտակին, որ կանգնել ասում էր. «Հոպե մարդ ուղարկիր և Պետրոս կոչված Սիմոնին կանչիր, որ քեզ պիտի ասի խոսքեր, որոնցով պիտի փրկվես դու և քո ամբողջ տունը»։ Եվ երբ սկսել էի խոսել, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա, ինչպես որ իջել էր մեզ վրա սկզբում։ Հիշեցի Տիրոջ խոսքը, որն ասում էր. «Հովհաննեսը մկրտեց ջրով, բայց դուք կմկրտվեք Սուրբ Հոգով»։ Եվ եթե Աստված միևնույն պարգևը հավասարապես տվեց նրանց, ինչպես և մեզ, երբ Տեր Հիսուս Քրիստոսին հավատացինք, ես ով էի, որ կարողանայի Աստծուն արգելք լինել։ Այս լսելով լռեցին և փառավորում էին Աստծուն ու ասում. Ուրեմն Աստված հեթանոսներին ևս դեպի կյանք տանող ապաշխարություն տվեց։ Ստեփանոսի դեմ կատարված հալածանքի հետևանքով ցրվածները հասան մինչև Փյունիկե, Կիպրոս ու Անտիոք։ Նրանք ոչ ոքի չէին քարոզում խոսքը, այլ միայն հրեաներին։ Եվ նրանց միջից որոշ մարդիկ, կիպրացիներ ու կյուրենացիներ, Անտիոք մտնելով հույներին էլ էին դիմում, ավետարանելով Տեր Հիսուսին։ Տիրոջ ձեռքը նրանց հետ էր, և հավատացյալների մի մեծ բազմություն դեպի Տերը դարձավ։ Նրանց մասին այս լուրը Երուսաղեմում գտնվող եկեղեցու ականջն ընկավ, և Բարնաբասին անմիջապես ուղարկեցին հասնելու մինչև Անտիոք։ Երբ նա եկավ ու տեսավ Աստծու շնորհները, ուրախացավ և հորդորում էր բոլորին, որպեսզի նրանք հոժար սրտով փարված մնան Տիրոջը, քանի որ բարի, Սուրբ Հոգով և հավատով լցված մարդ էր։ Եվ Տիրոջը շատ ժողովուրդ հարեց։ Ապա Բարնաբասը գնաց Տարսոն, Սողոսին փնտրելու, և նրան գտնելով բերեց Անտիոք։ Ու նրանք երկուսով մի ամբողջ տարի հավաքվում էին եկեղեցում և ուսուցանում մեծաթիվ մարդկանց։ Աշակերտածներն առաջին անգամ Անտիոքում քրիստոնյաներ կոչվեցին։ Այդ օրերին Երուսաղեմից մարգարեներ իջան Անտիոք։ Նրանցից Ագաբոս անունով մեկը վեր կացավ և Հոգու միջոցով կանխանշեց, որ ամբողջ աշխարհում մեծ սով է լինելու, որը և եղավ Կլավդիոս Կայսեր օրոք։ Բայց Անտիոքի աշակերտները որոշեցին յուրաքանչյուրն ըստ իր կարողության նպաստ ուղարկել Հրեաստանում բնակվող եղբայրների կարիքների համար, որ արդարև արեցին, Բարնաբասի և Սողոսի ձեռքով ուղարկելով եկեղեցու երեցներին։